Աղ հաճատուրով ձեր պաշտպանը հայտնեց Ես լսել եմ, հասկացել եմ, ես ուզում եմ բան ասել եմ. Я вижу, что у вас большие трудности с переводом для меня документов. Все время опаздываете, все время... Чтобы облегчить вашу работу, чтобы вам тяжело не было. Вот тем более, что потерпевшие тоже не против. Я думаю, что и у вас внутри тоже 100% сидит то, что я ни в чем не виноват. Ваш секретарь тем более, кроме прокурора, конечно. Вы меня освободите от всех дел, и потом занимайтесь квартиру сбавлять. Աղ հաճատուրով, մենք համապատասխան փուլում, եթե ձեր մեծակելով արարքը չհաստատվի, համարվի կատարումը կայացնի ձեր նկատմամբ արտարացման վերելիք։ Եթե հիմնավորվի, կայացնի մեղադրական վերելիք։ Հիմա այդ փուլում չենք գտնվում եւ համապատասխան հարցի քննարկման շրջանակներում համապատասխան միջնորդության դեպքում քրեական հետապնդումը դադարեցնելու կոնկրետ հիմքերով, հիմնավորումներով փուլ գոյություն։ Եթե մենք հասնենք այդ փուլին, լինեն համապատասխան միջնորդություններ, լինեն դրա իրավաչափ պայմանները, դատարանը Тогда переводите все подряд. Հարց ունի դատարանից բանվարշացրով։ Մեղադրանքի որոշումը 2018-19 թվականներին մեղադրական եզրակացության դատարանը վարվել է։ Ռուսերեն տարբերակով ձեզ փոխանցվել է։ Я не помню, я 3 раза контужен тяжело. Ես չեմ հիշում, ես 3 անգամ ծանր Աղ հաճատուրով նոր մեղադրանքի որոշումները 1 տարի առաջ նոյեմբերի 30-ի դրությամբ բոլորի մասով հրապարակվել է, փոխանցվել է դատավարության մասնակիցներին։ Հասկանում եք թե հասկանում։ Աղ հաճատուրով դրա հետ կապված դատարան լսեց նաև ձեր պաշտպանի դիրքորոշումը, դուք ասեցիք, որ միանում եք պաշտպանի դիրքորոշմանը, դատավարության մասնակիցների դիրքորոշումը լսեց, ուսումնասիրեց նոր մեղադրանքի որոշումները, դատարանը արձանագրեց, որ այնտեղ կան փաստագրի փոփոխություններ, լրացումներ։ Այդ մասով դատարանը հաշվի առնելով, որ արդեն ներկայացվել են որոշումները, դատարանը որոշեց թույլատրել փոխել արարքի իրավական գնահատականը եւ մի ժամանակ արձանագրելով, որ արդեն դատարան ներկայացված որոշումներում առկա են հաստական նկարագրության փոփոխություններ, լրացումներ, դատարանը ժամանակ տրամադրեց քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան կարգավորումներով 297-5-րդ մասի, որպեսզի այդ հաստական հանգամանքների լրացումները շրջվի եւ ներկայացվի դատարան։ Հիմա այս մասով, եթե դուք դատարան կարող է այդ հատվածները ընթերցել, պաշտպանը թարգմանել եւ մենք փորձենք անցնել հաջորդ հարցի քննարկմանը, բայց եթե դուք ցանկանում եք անձամբ ծանոթանալ, ընթերցել եւ դիրքորոշում հայտնել, դատարան ձեր իրավունքը չի սահմանափակել։ Ուղղակի ցանկանում եք հարցին անձամբ դուք պատասխանեք, որովհետեւ նորից եմ կրկնում, դուք բարձրաստիճան զինվորական եք, ձեր խոսքը դատարանի համար ուղի ծանր կշիռ։ Հիմա եթե դուք դատարանին հայտնեք, որ դուք միևնույնը չեք ընթերցել, պարոն Պողոսյանին եք վստահել, դա ձևական կլինի, որ մենք եբրացենք 3 հանձնանցես, դուք հաջորդ դատական նիստերին օրինակ հրապարակեք, որ դուք չեք կարդացել, ցանկություն չունեք կարդալու, դա մի քիչ կարծում եմ ճիշտ չի լինի։ Եթե դուք ընթերցելու եք, կարդալու եք, ծանոթանալու եք, գալու եք դիրքորոշում հայտնեք, մենք ձեզ այդ հնարավորություն կձեռնենք։ Я одну я скажу, если вы нам столько лет уже нервы требуете, почему я вам не могу нервы потребовать? Вы мне предъявите детали. Աղ հաճատուրով Թարգմանել դրը խոսանք։ Այսինքն ցանկանում եք թարգմանել դրամադրենք, որպեսզի նոր մեղադրանքը ծանոթանաք եւ վստահեք, բայց դատարանը ձեզ հարցեր է ուղղել։ Մի քիչ անհարմար դեպություն կլինի, եթե դուք դատարանի հարցին պատասխանելիս հայտնեք, որ օրինակ չեք ընթերցել, չեք կարդացել։ Մի րոպե։ Հնարավորություն չունեք։ Կարծում եմ պարոն Խաչատրովի
Ոսկին առարկել կամ Խաչատուրովը լավագույնս կարող է դատարանի հարցերին պատասխանել եւ Вы, если преподаете, я не ваш студент, что вы меня спрашивали, я вам отвечаю. Կարապատասխանում չեմ պատասխանում։ Ձեր վերաբերյալ գործը քննող դատավորն եմ, դուք արտահայտում եք դրսևորել պատշաճ վարքագիծ, եթե ունեք այդ դատարանի տրված հարցադրման մասով դիրքորոշում ունեք, հայտնեք, ավելի բան մի կասեք, հա։ Ցանկանում եք ծանոթանալ նոր մեղադրանքի թարգմանված բարբերով։ Այո, ցանկանում եմ։ Շատ Դատավարի դատավարության մասնակիցներ հաջորդից 15 րոպեից ավել ուշացում եթե ունեցան, դատանը իստը հետաձգելու է և ուշացողի ուշտերի համարի դատանը այդ արձագանությունը ևս ունի և յուրաքանչյուր անգամ 45 րոպե դա վարորդի և հանրային մասնակիցին է վերաբերվում և մասնավոր մասնակիցների։ Պարոն Խաչատուրով, դատարանը 1-2 հարցադրում է ձեզ։ Դուք բարձրաստիճան զինվորական եք, ձեր խոսքը առավել քան դատարանի գնահատմամբ ծանրակշիռ։ Դուք 2018 թվականին մեղադրական եզրակացությունը ստացել եք ռուսերեն թարգմանությամբ։ Մեղադրական եզրակացությունը չեն ստացել պատվաճառ։ Երբևէ 7 տարվա ընթացքում նախորդ դատավարություններին էլ մասնակցել եք, որևէ անգամ ռուսերեն թարգմանությամբ։ Մեղադրանքի որոշումն են ստացել, խափանման միջոց կիրառելու միջնորդություն են ստացել, այսինքն երբ որ 2018 թվականի հունիսի 26-ին որպես վկահարձակվելու քննչական ծառայություն, ուտեղ արդեն պատրաստ էր ու հենց այդ նախորդ ինստիտուտի Բաքվի Սարգսյանը ներկայացել էր այդ ժամանակի Շահինյանը ներկայացել էր ժամանակի։ Այդ ժամանակ պատրաստ էր այդ միջնորդությունը, եւ որպես միավորյալ ներգրավելու մասին որոշումը, ընդ որում խափանման միջոցի երբ որ ներկայացել էին կալանք խափանման միջոց կիրառելու ներկայացված, այդ որոշումը դատարանը հայտ ներկայացրել ուղարկել էր վարորդական ստանալու քանի որ նախաքննական մարմիններ, մենք այդ տեսել այդ որոշումները չստացանք, այս նախապատմությունը Հետո ներկայացնեմ պատկերացնող պատկերացնող Փետրվարի 13-ին, երբ որ տեղի ունեցավ մեղադրանքի փոփոխությունը, ժամանակ ևս փոփոխված մեղադրանքը թարգմանված ներկայացվեց եւ հայտարարվեց նախաքննության ավարտ։ Երբ որ նախաքննության ավարտը հայտարարվեց, քրեական գործում համոզված է մեր գործի նյութերը կամ այդ օրվանից սկսած եւ վարույթ իրականացնող մարմինների բարդության հավաք քննչական ծառայության ներկայացումը միջնորդություն որպեսզի մեր քրեական վարույթի ամբողջ նյութերը մեղադրական եզրակացությունը թարգմանված տրամադրեն չի տրամադրվել եւ երբ որ գործը Տիկին Դանիբեկյանը վարույթ ընդունվեց, այս առանցիկ նաեւ գրավոր միջնորդություն Տիկին Դանիբեկյանը ներկայացրել, որպեսզի մեզ տրամադրեն քրեական գործի նյութերի, այդ թվում նաեւ մեղադրական եզրակացության թարգմանված տարբերակները, որը որ դատարանի կողմից չի տրամադրվել, այսինքն դատարանը հետևյալ դիրքորոշում ուներ։ Դատավարական փաստաթղթերը, որոնք որ անհրաժեշտ են թարգմանել տրամադրել, բայց դրանցում չի տրամադրվել, նշել որոնք էր, իսկ գործի նյութերի թարգմանությունների հետ կապված նշել էին, որ ցանկացած ժամանակ գործի նյութերը կարող է դատարանում թարգմանչի մասնակցությամբ, այսինքն ներկայացնում գործի նյութերի ցուցումների եւ այլն հետ կապված նյութերը ստանալ։ Այդ հարցը գրավոր տեսքով նաև դատարանում եղել է, այդ հարցը մենք բարձրացրել ենք, ընդգրկել ենք, որ այդ առումով խախտվել է նաև Յուրի Խաչատուրովի այդ ինքնասանելի լեզվով գործունեության ծանոթանալու իրավունքը, այդ միջնորդությունների վրա բարձրացնելը քրեական վարույթում դեռևս 19 թվականից առկա է դատարանում։ Այսինքն մենք մեղադրանքի որոշում ունեցել ու մեղադրական եզրակացությունը 19 թվականին բացառապես հայերեն լեզվով։ Այսինքն մեղադրանքի ձևակերպմանը վերջնական տարբերակով Պարոն Խաչատուրովի փոխանցվել է ռուսերեն թարգմանությամբ։ Մենք այս պահին միայն մեղադրանքի 19 թվականի փետրվարի կայացված որպես մեղադրական ներգրավելու մասին որոշումը այդ ժամանակ դրանից հետո փոփոխություն մեղադրանքի ձևակերպման մեջ տեղի ունեցել է։ Տեղի չունեցել, բայց մեղադրական ակտը մենք չունենք։
Մեղադրական եզրակացությունը տարբերաշով երկրից ու այդ պայմաններում գործողությունը տարիներ շարունակ իրականացվել է։ Տեսեք, իրավիճակը ինչպիսին է, երբ որ տարբեր հարցեր են քննարկվում նախորդ կառավարության ընթացքում, մենք ամեն անգամ այդ հարցը բարձրացնում էինք ու մի անգամ էլ երկու անգամ էլ գրավոր միջնորդություն ենք այդ առումով ներկայացրել։ Հետագայում այդ միջնորդության վերաբերյալ դիրքորոշումը ներկայացրեցինք ակնհայտ ինչպիսին է ունեցել, հետագայում էլ արդեն 21 թվականի երբ որ քրեական վարույթը այդ մասով ավարտվեց, արդեն առարկայազույգ է եղել։ Մենք չենք հասել այս կտորով գործի փոխանցումը, որպեսզի նաև մեղադրանք հրապարակվի, մեղադրանքի վերաբերյալ դիրքորոշում հայտնենք այդ պարագայում մեզ անհրաժեշտ լինի։ Այսինքն, եթե մենք հասնեինք այդ փուլին 19-20-21 թվականին, բնականաբար այդ ամեն ինչը ակտուալ է լինելու, բայց ինձ ստացվեց, որ մենք այդ փուլին չհասանք ու այդ պարագայում մեզ չի դրանում։ Պարոն Պողոսյան, լավ հաջորդիվ, եթե մենք գործի փոխանցումը շարունակենք, քրեական գործից, եթե դուք համարես որպես վարչական ստորարարին, թե որոշակի հաստատներ կան, որոնց ռուսերեն թարգմանությունը պարոն Խաչատուրովը անպայման կցանկանա, որպեսզի ինքը ընթերցից ծանոթանա եւ որոշումից հայտնի, ավելի վաղ այդ մասին հայտնել, որովհետեւ դրանց դեպքում թարգմանության այդ գործընթացը կոնկրետ չհասնենք գործ, թե պայմանականորեն հիմնական դատալություններ ենք հասել, կոնկրետ հաստատություն ենք հետազոտել։ Մեր եթե յուրաքանչյուր հետազոտող հաստատությունի ժամանակ դուք խնդրենք դրանց թարգմանած տարբերակով տրամադրի, այստեղ մենք ունենանք ընդհանրապես մեկ լիստ, դրանից հետո 2 ամիս կամ 1 ամիս հետազոտում, որպեսզի թարգմանվի։ Դա ողջամիտ չի, եթե դուք նման ցանկություն ունեք, իհարկե դատանը այդ հարցը պարոն Խաչատուրովը ձեզ է դրվում, եթե դուք իրական գործական հաստատներ, որոնք կցանկանաք ռուսերեն տարբերակով, որպեսզի ձեզ փոխանցվի անձամբ ծանոթանաք այդ հաստատներին, որպեսզի դիրքորոշում կամ դատանը հաստատությունները անձամբ ձեզ այն պատասխանեք, այդ մասին ձեր պաշտպանի գործակալների հետո հաջորդ իրավիճակի շարունակենք նայել դա Ես կարող եմ մեր դիրքորոշումները այդ առումով ինչպիսին եղել է 18-19 թվականներին։ Տեսեք, 18 թվականին երբ որ առաջ անգամ միջնորդության կոնգրեսը կան, որ դեռևս նախագծության եւ մենք խնդրում էինք, քանի որ ինքեր են քրեական վարույթում ինչ ինքեր գրասական նախագծության սպეციფიკայից ելնելով, մենք խնդրում էինք, որ մեզ տրամադրեք այդ փաստաթղթերը, որոնք որ օրենքով հասանելի են, այսինքն օրենսդրական կարգավորումներ։ Երբ որ նախագծությունը ավարտվեց, մենք ասում էինք ամբողջ ինքեր որը որտեղ ձևի արկախված է ու դատարանում էր, նշենք արդեն երբ որ բաց է եղել գործը, նշենք որ ամբողջ նյութերը տրամադրել է, բայց առնվազն այս փուլի համար պատմում եմ, որ մեղադրական ակտը, այսինքն այս վերջնական ինչը որ ներկայացել է, որից հնարավորություն ունենք դրա վերաբերյալ դիրքորոշում հայտնել, մենք պետք է ուսանենք դեզոք տիրապետենք, որ կարողանանք դրա վերաբերյալ դիրքորոշում։ Ես այս պահին չեմ ասում քրեական գործի այդ գործ դերթող նյութերի վերաբերյալ, ապացույցների շրջանակել մեծ հաշվով, մենք չենք հասել այդ փուլի, որ որոշենք ապացույցների որ շրջանակն է, որից դրա էլ ասենք ես կարող պարոն Հովհաննիսյանը ասում է գործերի եզրակացությունների կողմից չենք ներառում ծավալը, առարկայազույգ Այսինքն ծավալի հարցի, եթե մենք հասնենք ծավալի հարցի քննարկմանը, նոր այդ ժամանակ դուք կհայտնեք, թե պարոն Խաչատուրովին բնականաբար ծավալը ունենանք, ըստ դրա այդ ծավալի էլ բնականաբար մեր կառավարությունների նստմամբ դա օբյեկտիվ դիրքորոշում է, հասկանանք ինչից ենք պաշտպանում։ Շատ բայց մեղադրական ակտը էլի է, մենք այս պահի դեպքում